Նորից բարև Հայր ջան, ուրեմն անդրադառնամ վերջերս, այսպես ասած ուժեղ Հայաստանի թրիպի հետ կապված հայտարարությանը, ուրեմն վաղուց արդեն իրենք ինձ համար ուժեղ Հայաստան չեն, իրենց այդ կարգախոսը դուրս է եկել այդ խոսույթից եւ իրանք վերածվում են Թույլ Հայաստանի եւ ինձ հիշեցնում են Սերժ Սարգսյանի պրոյեկտը, այն պրոյեկտը, որը բերեց Նիկոլին եւ այն ծրագրերը, որը իրականացնում են թուրքամետ եւ ջհուդասիոնիստական ծրագրերը, ինչ է նշանակում Նարեկ Կարապետյան կամ Սամվել Կարապետյան, թե դա ճանապարհ է, դա միջանցք չէ, ձեզ ով է նման բան թույլ տվել, Նարեկ Կարապետյան, ես բան չունեմ ասել, որ դուք տնտեսագիտության ոլորտում, լավ գիտելիքներ ունեք տնտեսության հետ կապված, կասկած անգամ չունեմ, որ եթե Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա, կբացի գործարաններ եւ այլ ինչպես խոստացել, դա չեմ կասկածում, բայց գեոպոլիտիկ հարցում դուք զերո եք, Նարեկ Կարապետյան, դու ոչինչ չես հասկանում գեոպոլիտիկ հարցերից, դու չես հասկանում ինչ է տեղի ունենում աշխարհում, ինչ բաժանումներ են տեղի ունենում եւ ընդհանրապես վերջին 20-30 տարին ջհուդասիոնիստական ռեժիմը ինչ կարգով է աշխատում միջին արևելքում եւ դու անամոթաբար տղա ջան ասում ես որ դա ճանապարհ է եւ ցավալի որ դա կրկնում է նաեւ Սամվել Կարապետյանը ենթադրում եմ չհասկանալով միակ ճանապարհը որ պետք է լինի եւ լինելու է դա Գորիսից Լաչինով ճանապարհն է դեպի ասատագրված Արցախ մյուս ճանապարհ չկա այսինքն դուք Հայաստանը ուզում եք կտրել միակ երկրի սահմանից որը ոչ մի խնդիր չունի մեզ հետ եւ մեր պատմական դաշնակիցն ու բարեկամն է Իրանի Իսլամական Հանրապետությունը բա մի հատ հարց էլի Թրամփով որ կա միատել իր անունով ճանապարհ լինի Հայաստան մեջ ինչ արել Հայաստանի համար ինչ արել քանի ամերիկացի զինվորը սատկ է մեր համար քանիսը ուղղակի ամոթ է եթե չեք հասկանում գեոպոլիտիկ հարցերից իսկ հաստատ Նարեկ Կարապետյան չես հասկանում ընդհանրապես մի խոսիր տղա ջան սա առայժմ իմ խորհուրդն է բայց ձեր վարքը լրիվ նմանվում է հանրապետական վարքի դուք սկսել եք լավ խաղեր տալ որը ընդհանրապես շատերի սրտով չի եւ շատ մարդիկ ովքեր որ ձեզ են քվեարկել եւ ձեր աջակիցն են եղել ժամանակին նաեւ ես իհարկե հետո հասկացա որ արդեն այն չեք ուրեմն ձեզանից այսպես ասած ոչ միայն հիասթափվում են այլ նաեւ երես են թեքում այնպես որ մյուս անգամ ձեր հայտարարությունը նկատմամբ զգուշ կլինեք